Երբ օրը բացվեց, փրկչի գալստյան, երեխաները ծածանում էին հանդերձներն իրենց և օրհնում էին անդադար ձայնով, օրհնյալ է Տիրոջ անվամբ եկողը։ Ճանապարհներին Աստծո որդուն մատուցում էին ծառերի ոստեր և օրհնում էին անդադար ձայնով, օրհնյալ է Տիրոջ անվամբ եկողը։ Եվ օրհնություն էր բխում ծերերից, հարաբանություն երեխաներից, և օրհնում էին անդադար ձայնով, օրհնյալ է Տիրոջ անվամբ եկողը։ Հույս, հավատ, սեր, քրիստոնեական կենսաստեղծ ու կենսապահպան եռամիասնության համամարտկային, անկորնչելի արժեքի վերահավաստման ու նաև ստեղծագործ ոգու յուրատիպ արտահայտության գեղեցիկ դրսևորում էր ժամանակակից հայ կերպարվեստի մի խումբ գործիչների համատեղ ցուցահանդեսը նվիրված Հիսուս Փրկչի հրաշափառ Սուրբ Ծննդյան տոնին։ Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ կազմակերպված հոգի և մարմին պատկերահանդեսին աստվածաշնչյան, մասնավորապես քրիստոնեական աշխարհընկալման հավերժող թեմաներն արծարծող իրենց ստեղծագործություններով մասնակցում են մեզ քաջածանոթ տաղանդաշատ արվեստագետներ Անատոլի Գրիգորյանը, Խաչիկ Աբրահամյանը, Վաղարշակ Արամյանը, Գագիկ Բադալյանը, Գարեգին Դավթյանը, Վարուժան Վարդանյանը, Սամվել Մարությանը, Վահրամ Հարությունյանը, Վահրամ Հովակիմյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սամվել Սաղաթելյանը։ Սա առաջի հիմնադիր ցուցահանդեսներից մեկն է նվիրված 1700-ամյակին մեր քրիստոնեության ընդունելությանը եւ ինձ թվում է սկիզբը շատ հետաքրքիր է դրվել, որ ինձ թվում է բոլորն էլ տեսան, թե ինչ արվեստագետներ են այսօր ցուցադրված եւ կարեւորությունը նա է, որ հենց սկսվեց մեզ մոտից, այսինքն Երևան քաղաքից, իմ աշխատանքների մասին կուզեի ասել, որ երկու աշխատանքներ է ներկայացված, մեկը երկու հեշտակներ, իսկ մյուսը հանդիպում, երկուսն էլ կոմպոզիցիոն թեմաներ են եւ այսօրվա թեմային շատ մոտ։ Առաջներում նույնպես ունեցել եմ բավականին հոգեվոր թեմաներով աշխատանքներ կոմպոզիցիոն, բայց այսօր հիմնականում ներկայացված այս երկու աշխատանքը։ Գերաշնոր Գարեգին Սրբազան, սրտանց շնորհավորում եմ ձեզ
այսօրվա հետաքրքիր միջոցառման համար հոգի եւ մարմին ցուցահանդեսի կազմակերպումը Արարատյան թեմի առաջնորդարանի դահլիճում եւ այն որ սա շարունակական է, ձեզ մոտ ավանդույթ է նման արարողությունները եւ կարծես թե արդարացվում է սա նաեւ այն իմաստով, որ այս գեղեցիկ օրվան, Սուրբ Ծննդյան օրվան նվիրված ցուցահանդեսը մեր յուրահատուկ տուրքն է ի վերինին։ Նախ կուզեմ ինքս էլ իմ շնորհավորանքի խոսքը ուղղել ձեզ եւ ողջ աշխատակազմին հերոստատեսության, ինչպես նաեւ մեր ժողովրդի զավակած Քրիստոսի հրաշափար Սուրբ Ծննդյան, ինչպես նաեւ նոր տարվա առիթով բերելով ձեզ մեր սրտի ամենաջերմ բարեմաղթանքները, այցելով Աստծո օգնականությունը եւ օրհնությունը ամենքիս։ Արարատյան հայրապետական թեմում գեղեցիկ ավանդույթ է, կարծեք, տարիներից ի վեր Քրիստոսի հրաշափար Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության տոների կապակցությամբ կազմակերպել նման ցուցահանդեսներ։ Եվ այս գաղափարը ծնվեց գրեթե մեր ժողովրդի հոգևոր վերազարթոնքի օրերին եւ կյանքի կոչվեց այդ օրերից ի վեր։ Նպատակը հետեւյալն էր, որ մենք կարողանանք խրախուսել մեր ժողովրդի արվեստագետ զավակած, որովհետեւ նրանք կարողանան ըմպել Քրիստոսի Սուրբ Ավետարանից, նրա լույսով լուսավորել իրենց հոգին եւ միտքը եւ իրենց ստեղծագործությունները։ Եվ ուրախ ենք հաստատելու, որ ստեղծագործողները, որոնք որ սկսեցին ավետարանական, աստվածաշնչական թեմաներով ներշնչվել եւ ստեղծագործել, իրենք իսկ հաստատում են, որ յուրաքանչյուր նման ստեղծագործություն կարծեք թե ավելի դրությամբ եւ ավելի լուսավոր եւ ավելի հաջողակ է ստացվում, երբ առնչվում են այդ թեմաներին եւ այդ թեմաներով են ստեղծագործում։ Ես կարծում եմ, որ հաղորդակցությունը Քրիստոսի պատումներին, աստվածաշնչական թեմաներին մաքրում է նրանց եւ ոչ միայն նրանց, այլ նաեւ այս ստեղծագործության հետ առնչվող յուրաքանչյուր հայորդու, յուրաքանչյուր դիտողի։ Եվ ինձ համար մեծ ուրախություն է, որ այսօր այս հոգի եւ մարմին ցուցահանդեսում ներկայացված են մեր անվանի վարպետները եւ գեղեցիկ, իրապես գեղեցիկ են ներկայացված աշխատանքները։ Ունեն նկարագիր, ունեն ջերմություն, ունեն լույս, կրում են լույս իրենց մեջ։ Ուրախ եմ նաեւ այս առիթով հայտնելու, որ Արարատյան թեմը առաջիկա ամիսներին արդեն կունենա իր քրիստոնեական արվեստի եւ գրականության սրահը, խանութ սրահը, որտեղ որ մենք կարողանանք այլևս վաճառքի հանել այս եւ նմանատիպ աշխատանքներ քրիստոնեական արվեստը ներկայացնող
դիտեցինք ձեր նկարները եւ ուզում եմ հարցնել հենց այս պահին դուք ինչ զգացողություն ունեք, որովհետեւ ցուցահանդեսը իսկապես շատ ինքնատիպ է։ Ես գիտեք մի հետարքիր զգացողություն ա, որ դե այդպիսի մեծ ցուցահանդեսներ շատ ենք մասնակցել եւ շատ ենք տեսել, բայց քան որ այս փոքրիկ ցուցահանդեսում ինչ որ հոգու, մաքրություն եւ ազատություն կա բոլոր նկարիչների մեջ, զգում ես անկեղծությունը, զգում ես, որ իրոք այդ իր անկեղծությունը եւ այդ լրացրել է իր արվեստի, ասենք, եւ նկարչության վարպետությունով։ Եվ այդ տեսակետից ինձ համար դա մի հետարքիր բան է, որ դա իրոք որ ազատություն պետք է լինի հատկապես մշակույթի մարդկանց մեջ, որ կարողանան իրոք ստեղծագործել այդ ազատությունը ներքին ազատությունն է։ Հիմնականում թեման շատ հետաքրքիր է եւ գաղափար է, որը որ բոլորիս համար էլ, այսինքն ինձ թվում է մասնակիցներից մեկն էլ ես եմ, որ ինձ համար շատ հետաքրքիր է, առաջ անգամ մասնակցեցինք այ։ Ձեզ համար Վարուժան։ Այսինքն մասնակցությունն ինչ է նշանակում։ Մանուկ ջան, ես ինձ համարում եմ նոր ժամանակների քրիստոնեական նկարչության հիմնադիր, այսինքն առաջինն եմ նկարել այդպիսի նկարներ տասնամյակներ առաջ, բայց այսպես կոնկրետ քրիստոնեությանը նվիրված ցուցահանդեսի չեմ մասնակցել։ Իհարկե մասնակցություններ ունեցել եմ քրիստոնեական թեմատիկայով կտավներով, բայց դա եղել է ուրիշ ցուցահանդեսներում։ Եվ սա բնական հանդիպում է։ Սա բնական հանդիպում է, սա արդեն այսպես կոնկրետ կարելի ասել, որ կոնկրետ ուղղվածություն ունեցող ցուցահանդեսի եմ մասնակցում, եւ ինձ համար հետաքրքիր է ավելի շատ տեսնել իմ գոլեգաների ստեղծագործությունները այս ցուցահանդեսում։ Ձեզ համար։ Ինձ համար դա ընդհանրապես դե թեման շատ հավերժ թեմա է եւ դարերով նկարել են մեր կլասիկները, մեր վարպետները եւ այսօր որ մեր նկարիչները անդրադարձել են այդ թեմային, ինձ թվում է որ դա իրենց հոգուց է գալի, ազնվությունից է գալիս, որ այսօր ինձ թվում է ստացված ցուցահանդեսը ստացվել է։ Վերջում իբրև հետգրություն ավելացնեմ։ Ոչ միայն ծննդյան տոնին իսկապես արժանի, այլև լավ գեղագիտական բարձր պահանջներ բավարարող ցուցահանդես է այսօր բացվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում եւ գործելու է մինչեւ հունվարի 12-ը։ Ավանդույթ է իհարկե Արարատյան թեմի հարկի ներքո Սուրբ Ծննդյան Զատկի եւ այլ կրոնական տոների առթիվ ցուցահանդեսների կազմակերպումը եւ այն, երբ մեր արվեստագետ զավակունք ցուցադրում են իրենց շնորհները, ասաց Գարեգին Սրբազանը։ Սակայն առանձնակի նշանակություն ունի այս ցուցահանդեսը, որը Հայաստանում քրիստոնեության ընդունման 107-ամյակին նվիրված միջոցառումների շարքում պետք է տեսնել։ Ցուցահանդեսը նաեւ օրախնդիր առաքելություն ուներ։ Այն ձոնվում է Հիսուս Փրկչի հրաշափառ ծննդյան տոնին եւ իրականացվեց թեմի աջակցությամբ ու օրհնությամբ։ Գարեգին Սրբազանի կարդացած տերունականով օծվեց հոգի եւ մարմին առաջին ցուցահանդեսը եւ բացմանը ներկա Սուրբ Հայրերի մասնակից նկարիչների խոսքով գոտեպնդողն այն է, որ մերօրյա նկարիչները ներշնչանք են ըմբում աստվածաշնչյան ակունքներից, որտեղ այնքան շատ է լույսը։ Իսկ այս ցուցահանդեսը անվանի նկարիչների քանդակագործների նվիրաբերումն է շաղախված քրիստոնյայի հավատով։ Նման ցուցահանդեսները պետք է ունենան հաջորդականություն, պետք է շարունակվի մինչև 2001 թվականը, այսինքն պետք է շարունակվի աղոթքը պետական կրոնի մեծարման ճանապարհին, որի համար թեմի առաջնորդը ավետարանական խոսքը հղեց առ Աստված. «Զգործս ձեռած մերոց ուղիղ արավ իմես»։ Հատկանշական է, որ հոգի եւ մարմին պատկերահանդեսում ներկայացված աշխատանքների գերակշիռ մասը ստեղծվել է վերջին տարիներին։ Կնշանակե հուսալիորեն բանուկ է հայ մշակույթի, մասնավորապես մեր արտի կերպարվեստի մայրուղին։ Կնշանակե արվեստասերը գեղեցկով հիանալու, ստեղծագործական հայտնություններով զարմանալու առիթներ դեռ շատ կունենա։